Նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել Ռուստամ Ստեփանյանի անունը, որը հանրությանը ավելի հայտնի է Չաղ Ռուստամ մականունով։ Պատճառը դատարանի որոշումն է, որի արդյունքում նա ազատվել է կալանքից, իսկ նրա նկատմամբ կիրառվել են այլ խափանման միջոցներ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Այս լուրը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ Ռուստամ Ստեփանյանը մեղադրվում է Սերգեյ Գրիգորյանի Ֆազ մականունով հայտնի քրեական հեղինակության սպանությունը կազմակերպելու մեջ։ Գործը դեռևս դատարանի քննության փուլում է, իսկ մեղադրանքը շարունակում է մնալ իրավապահների կողմից առաջ քաշված հիմնական վարկածներից մեկը։ Սակայն մինչ վերջին զարգացումներին անդրադառնալը արժե հիշել, թե ինչ իրադարձությունների հետևանքով այս քրեական գործը դարձավ հանրային քննարկման առարկա։ 2024 թվականի հունիսի 11-ին Երևանում տեղի ունեցավ զինված միջադեպ, որը մեծ արձագանք ստացավ ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում։ Դեպքը տեղի էր ունեցել Աչափնյակ վարչական շրջանում։ Հրազենային կրակոցների հետևանքով տարբեր վնասվածքներով բուժհաստատություն էր տեղափոխվել երկու տղամարդ։ Բժշկական կենտրոն տեղափոխված անձանցից մեկը Սերգեյ Գրիգորյանն էր։ Բժիշկները փորձել էին փրկել նրա կյանքը, սակայն ստացած ծանր վնասվածքները ճակատագրական են եղել։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։ Դեպքից անմիջապես հետո իրավապահ մարմինները սկսեցին լայնածավալ քննչական գործողություններ։ Քննիչները փորձեցին վերականգնել դեպքի ամբողջ պատկերը, պարզել հնարավոր մասնակիցներին, ինչպես նաև հասկանալ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել կրակոցներով ավարտված այդ բախումը։ Հետաքննության ընթացքում առաջ քաշվեց վարկած, ըստ որի սպանությունը կարող էր նախապես ծրագրված լինել։ Քննչական մարմինների կողմից իրականացված գործողությունների արդյունքում տարբեր անձինք ներգրավվեցին գործի շրջանակներում, իսկ ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց նաև Ռուստամ Ստեփանյանին։ Իրավապահների գնահատմամբ նա առնչություն կարող էր ունենալ սպանության կազմակերպման հետ։ Միևնույն ժամանակ մեղադրանքը դեռևս չի նշանակում, որ անձը մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից։ Հայաստանի օրենսդրության համաձայն յուրաքանչյուր մարդ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հենց այս սկզբունքի շրջանակներում էլ շարունակվում է դատական գործընթացը։ Գործի բոլոր հանգամանքները պետք է ուսումնասիրվեն դատարանում, ներկայացվեն ապացույցներ, լսվեն կողմերի դիրքորոշումները, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել վերջնական իրավական գնահատականի մասին։ Վերջին օրերի ամենաքննարկվող զարգացումը դատարանի որոշումն էր, որով Ռուստամ Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց։ Եթե նախկինում նա գտնվում էր կալանքի տակ, ապա այժմ դատարանը որոշել է կիրառել ավելի մեղմ սահմանափակումներ։ Տնային կալանքը նշանակում է, որ անձը պարտավոր է գտնվել դատարանի կողմից սահմանված վայրում և պահպանել որոշակի կանոններ։ Գրավը ֆինանսական երաշխիք է, որը նախատեսված է ապահովելու համար, որ մեղադրյալը չի խուսափի վարույթից, իսկ բացակայելու արգելքը սահմանափակում է նրա ազատ տեղաշարժը և վերահսկում է իրավասու մարմինների կողմից։ Այս որոշումը տարբեր արձագանքներ է առաջացրել հասարակության մեջ։ Մի մասը կարծում է, որ մինչև վերջնական դատավճիռը յուրաքանչյուր անձ պետք է օգտվի իր բոլոր իրավունքներից, իսկ մյուսները համոզված են, որ նման ծանր մեղադրանքի պարագայում կալանքի փոփոխությունը կարող է հարցեր առաջացնել հանրության շրջանում։ Անկախ այդ քննարկումներից փաստ է, որ գործը դեռևս ավարտված չէ, դատական գործընթացը շարունակում է և առաջիկայում հնարավոր են նոր զարգացումներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ամբողջ գործի հետագա ընթացքի վրա։ Այս պահին հայտնի է միայն այն, որ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը շարունակում է մնալ վերջին տարիների ամենաքննարկվող քրեական գործերից մեկը, իսկ դատարանի վերջին որոշումը նորից վերադարձրեց այն հանրային ուշադրության կենտրոն։ Առաջիկա ամիսներին պարզ կդառնա, թե ինչ նոր փաստեր և ապացույցներ կներկայացվեն դատարանում, ինչպես կզարգանա դատավարությունը և ինչ վերջնական որոշում կկայացվի այս աղմկարույց գործով։ Մինչ այդ գործի բոլոր մասնակիցների վերաբերյալ շարունակում է գործել անմեղության կանխավարկածը, իսկ վերջնական պատասխանը կտա միայն դատարանը։